Բլոգեր և դերասանուհի Մագա Հարությունյանը մշտապես աչքի է ընկնում իր համացանցային ակտիվությամբ, ով հաճախ է համարձակ և սեքսուալ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում, ինչի պատճառով էլ մշտապես քննարկումների կիզակետում է հայտնվում։ Թեև նա ամուսնությունից հետո, Սուրեն Փաղլևանյանի հետ ընտանիք կազմելուց հետո, որոշ չափով փոխել է իր հրապարակումների ձևաչափը, այնուամենայնիվ չի մոռանում իր և հետևորդների սիրելի կոնտենտը։ Օրերս Մագա Հարությունյանը իր ինստագրամի սթորի բաժնում հրապարակում էր արել, որտեղ նշել էր, որ ամուսինը քնել է բազմոցին և անկեղծացել դրա պատճառի մասին։ Առաջարկում ենք դիտել տեսանյութն առանց մեկնաբանության։ Լույս, ոնց եք, լավ եք։ Սուրենը ոնց որ այդքան էլ չէ։ Երեք իրան խելոք չի պարել, ինքը քնել է ձիվանին։ Չես անի, չէ։ Անի մոտիկն է սիրեմ։ Աշնոր, ոնց որ մի ամիս էլ է երկարաձգվում, կալանքը ձիվանի վրա։ Մի խոսքով չէ, կատակը մի կողմ, ուղղակի ես հյուրեր ունեի իմ սենյակում, քուրիկս երեկել։ Սուրենը ստեղ է քնել։ Բայց ինչ էի ուզում ասեի։ Այդքան բան, վերջակետ։ Իրականում եկել է իմ այսօրվա պլանների մասին ձեզ պատմեի։ Մի քանի ժամից մատնահարդարման ենք, մինչև մատնահարդարմանը գնալու ենք պոդիում, ինձ առաջիկայի միջոցառումների համար հագուստներ ընտրենք, ինչի ոչ ձեզ էլ մի քանի բան ցույց կտամ, որովհետև այս վերջի իմ պոդիումի են լաք վիշորից հետո շատ հետաքրքրված եք դուք այդ հագուստով ու առհասարակ ոնց է սկսել այդ խանութով, շատերը դուզել եք ինձ անից խանութի հետ, ուղարկել եմ, չգիտեմ ինչ է կարել այդ։ Սիրելի ամուսնացած կանայք, ինձ ասեք, տեսնեմ այս պրոբլեմը ձեր մոտ էլ կա, եթե օրինակ, չգիտեմ, սա ոնց կարելի է մեկ էլ կանխել, էլի, ամուսինս ամեն օր սոված է։ Ամեն օր էս մարդը սոված է։ Ամեն օր ես այսօր ինչ ենք ուտելու։ Ինչ։ Փոխի տեղը օծն է կալու, շաբաթը մեկ ուտի։ Մի հատ էլ կռես ուտի պրծնենք։ Նա հիշում եք, որ ասում է այսօր հրաշքների օր է։ Հրաշքների եւ հրաշագործությունների, ովքեր չեն հավատում, հենց հիմա կտեսնեն։ Աբրակադաբրա։ Հավատացիք։ Դες լավ օր։ Նշենք, որ Մագան եղել էր Արմլուրի տաղավարում, որտեղ էլ հաղորդման սկզբում Մագա Հարությունյանը պատասխանեց այն հարցին, թե ամուսնանալուց հետո իր կյանքում ինչ փոփոխություններ են եղել, ինչ նորություններ և չէր է Սուրենը բերել իր կյանք։ Փոփոխությունները դեպի լավն են, իմ կյանքը միայն դեպի լավն է փոխվել։ Ոչ մի չասված չկա, որովհետև երկուսս էլ հասկանում ենք, որ եթե չէ պետք է լինի, ինչի պիտի լինի այս ամեն ինչը։ Երկուսս էլ փառք Աստծո հասուն տարիքում ենք ամուսնացել։ Հասուն մարդկանց դեպքում պետք է մինչև ամուսնությունը լինեն այդ չէերը և հասկանան արդյոք պետք է այս մարդու հետ չէերով կյանք կապել, թե ոչ։ Ես եմ երևի ավելի շատ ծանրացել, բայց դա ամուսնության հետ կապ չունի, ուղղակի ժամանակ է անցնում և ամեն ինչին ուրիշ ձև է սկսում նայել։ Եթե մարդիկ տարբերություն են զգում մինչ ամուսնություն Մագա ու ամուսնությունից հետո, ապա դա ինձանից է, ոչ թե Սուրենից ու իր ներկայությունից։ Շատ են քննարկում այն փաստը, որ մինչև ամուսնություն Մագան շատ տարբերվող, համարձակ և սկանդալային կերպար էր։ Հանդես էր գալիս տարբեր գույնի մազերով, անգամ սափրեց գլուխը, իսկ հիմա ներկայանում է ավելի հանգիստ, ավելի համեստ կերպարով։ Ինչպես է բացատրում ինքը փոփոխությունը։ Հիմա սկսել եմ տենց սիրել։ Անգամ ինձ դուր է գալիս առանց շպարի լինելը։ Ոչ թե որ բնականին եմ կողմ, այդ դիալոգն իմ մասին չէ։ Միշտ ասել եմ, եթե մարդ սիրում է շպարվել կամ վիրահատված քթով լինել, դա պետք է արվի։ Հիմա ես ավելի հանդարտվել եմ։ Համարձակ հագուստներ հագնում եմ, իմ կոնտենտն այդպիսինն է։ Բայց միգուցե առաջվա նման ամեն օր չկան այդ փոստերը, դա իմ ժամանակից է։ Երևի ուղղակի չեմ հասցնում։ Մազերիս հետ կապված ինչ սափրել եմ չեմ ներկել, թողում եմ տենց երկարի, մեկ-մեկ չափին եմ կպնում։ Բայց նույնիսկ սպիտակներիցս չեմ նեղվում։ Սուրենն ասում է գույն մտածելու ժամանակն է, Մագա, ասում եմ չեմ նեղվում։ Երևի դեռ 27 եմ դրա համար է հաճելի, բայց չեմ ասի, որ ինքս իմ հետ ներդաշնակ եմ։
Մոտս մի այնպիսի ընթացք է, ասես անընդհատ ինքս ինձ հետ թուր ու թվանգի մեջ եմ, բայց կարծում եմ կանցնի։ Ինչպես է այս փուլում աջակցում Սուրենը։ Սուրենն ինձ միշտ է աջակցում։ Մեկ-մեկ իր աջակցությունը չափից դուրս շատ է, որովհետև ամեն դեպքում ինքն ինձանից 12 տարի ավել ճանապարհ է անցել։ Եվ ամեն դեպքում նա գիտի, երբ ինչ է լինում, և եթե ես նույնիսկ չեմ հասկանում ինչ է կատարվում, նա գիտի։ Ես գոհ եմ շատ Սուրենից, և իրենից, և իր աջակցությունից և ըմբռնումով մոտենալուց։ Լինելով պահանջված բլոգեր և դերասանուհի նշել է, որ ամեն մեկի խելքի բանը չէ իրենից գովազդ պահանջելը։ Այդպես է հիմա, թե որևէ փոփոխություն կա։ Ոչ թե ամեն մեկի խելքի, այլ գրպանի բանը չէ։ Ես նույն Մագան եմ Հարությունյան, և ոչինչ չի փոխվել։ Ինչ վերաբերվում է գովազդային արժեքներին, եթե չբարձրանան, չեն իջնում։ Մի քիչ կոպիտ կասեմ, դա իմ պրինցիպներից է, և զատնի երբեք չեմ դնի։ Ստատիստիկան ցույց է տվել, թող կոպիտ չհնչի, երբեք ես իմ արածից շատ չեմ ուզում։ Ես ուզում եմ այնքան, ինչքան որ կարող եմ տալ։ Չեմ խնդրում ու չեմ էլ նեղանում ոչ մեկից, որ ինձ չեն վճարում այնքան, ինչքան ես ուզում եմ։ Ով հստակ ուզում է Մագա Հարությունյան, իրեն այնքան մեկ է, ինչքան է վճարելու։ Շատ եմ նշել, ինչ գնի մասին է խոսքը։ Մեկ ռիլը սկսում է 1 միլիոն դրամից։ Հաղորդման ընթացքում անդրադարձ եղավ մի զավեշտալի դեպքի, երբ Տիգրան Արձաքանցյանը Մագա Հարությունյանին անվանել էր տկլոր անդաստիրակ, որը շատ քննարկվեց և շատ հումորային տեսանյութերի առիթ դարձավ։ Որևէ կապ կա կամ որտեղից էր ճանաչում Մագան Արձաքանցյանին։ Հաղորդման ընթացքում, երբ հնչեց տկլոր անդաստիարակ բառակապակցությունը, բացարձակ կապ չի ունեցել Տիգրան Արձաքանցյանի հետ։ Այդ զանգը նրան չի արվել։ Դա իմ լավ ընկերներից մեկը, դերասան Մկրտիչ Քյաբաբչյանն է եղել։ Դրանից հետո եմ ճանաչել Տիգրան Արձաքանցյանին։ Մինչ այդ ծանոթ եմ եղել նրա կնոջ հետ, բայց մտերիմ հարաբերություններ չունեի։ Պարոն Արձաքանցյանը շատ հումորով է վերաբերվել դրան։ Մի անգամ ինվենթի ժամանակ հանդիպեցինք։ Ես մտածում էի նա ինձ չի ճանաչի։ Այդ օրը Արձաքանցյանը ասեց՝ հա, դու այն տեսանյութի աղջիկն ես, չէ՞։ Ասեցի՝ հա, և եթե հնարավոր է, էլի նման տեսանյութ հրապարակենք, արեցինք։ Նրա հաջորդ օրը Արձաքանցյանը զանգեց Սուրենին։ Քո ընկերուհին կայծակ ա, էս ինչ ա արել, սաղ ինտերնետը գմփում ա։ Շատ սիրուն ես, всё։ Դուրը փայեք։ Չէ, լավ նորմալ է, գնացինք, սկսենք։ Մեկը, հա, գնաց։ Ասել է ես որ իմ մոտ նկարահանման օր է և դա շարունակվում է։ Մինչև ես կսփոյլեմ, թե ինչ ենք նկարում, ում կլիպն ենք նկարում ու այդպիսի բաներ, դուք կարող եք գուշակել, օրինակ Գյումրում ես ում տեսահոլովակում կարամ նկարվեմ, մի քանի հուշում արդեն տվեցի, եթե կկարողանաք կռահեք։ Իսկ հիմա ես նկարվեցի արդեն իմ տեսարաններից մեկը, ունեմ ազատ ժամանակ, եկել եմ իմ սիրելի 21 ռում, որպեսզի հանգստանամ, որ չմնամ նկարահանման տաղավարում ու համ չխանգարեմ, համ չհոգնեմ։ Մի հատ էլ ձեզ դրսից ցույց տամ մեր 21 ռումը։ Սուրն, ինձ լավ է այդ տուփը սազում։ Կարող եմ մնաս այդտեղ դու։